Ինչ անել, եթե դուք փնտրում եք մեկ այլ Աստված։ Ըստ ձեզ, Եհովան անցյալում թույլ է տվել պատերազմներ տեղի ունենալ, նա արել է որոշակի բաներ, որոնք պարզապես ճիշտ չէին։ Նա թույլ է տվել դա, քանի որ դա իր ժողովրդի ազատագրման լավագույն միջոցն էր։ Նայեք, թե ինչ է ասում Աստծո խոսքը առաջին Սամվել 2-րդ գլխի 2-րդ համարում։ Տիրոջ պես սուրբ չկա, որովհետև քեզանից ջոկը չկա, և մեր Աստծո պես վեմ չկա, ոչ ոք չկա նրա նման, բայց կա սատանա, և այն կոչնչացնի ձեր կյանքը, եթե փնտրեք նման բան չկա, նա է մեր ճշմարիտ Աստվածը, հավատացեք, փնտրեք, ճանաչեք, Սուրբ Գիրքը կօգնի ձեզ։ Մտիր քո սենյակը, փակիր դուռը և կապվիր Տիրոջ հետ։ Աղոթենք։ Հայր, մեզ ուրիշ Աստված պետք չէ, քանզի ուրիշը չկա և երբեք չի լինի։ Չար, դուրս եկ այս մարդուց, գնա և երբեք մի վերադարձիր, սա հրաման է Հիսուսի անունով։ Իսկ դուք ասեք, շնորհակալություն Աստված, գոհաբանենք Աստծուն, բարեկամներս, շարունակենք գովաբանել նրան, նույնիսկ ամենավատ պահերին։ Աստված պահի ձեզ, ամեն։